Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, տեսակապի միջոցով կզրուցենք Տեր Սահակ Քահանա Գալստյանի հետ։ Բարև ձեզ Տեր Սահակ։ Ողջույն ձեզ, Աստված օրհնի։ Շնորհակալություն, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ։ Մեծ սիրով, Իդիթ ջան, մեծ սիրով։ Ինչպես նկատում ենք, եկեղեցական վերնախավի եւ իշխանության միջև հակամարտությունը նոր փուլ է մտնում եւ այն ավելի ակտիվացավ, երբ Կտրիչ Ներսիսյանը որոշեց Հովանավանքի հոգեվոր հովիվ Տեր Արամին կարգալույծ անել։ Դրանից հետո նա ասաց, որ այս կիրակի պատարագ է անելու, վարչապետը ասաց, որ ինքը կմասնակցի այդ պատարագին եւ տեսանք, թե երեք ինչ տեղի ունեցավ ընդառաջ այդ պատարագի։ Ես կխնդրեմ այս մասով ձեր կարծիքը հայտնեք։ Նախ եւ առաջ ես պիտի ասեմ, որ սա կարծում եմ թևակողում ենք այդ վեհարանվեի այդ շարժման վերջնական եւ հաղթական փուլն է, որի մեջ մտնում է փաստորեն մեր ժողովուրդը, սա ժողովրդի հետ կապ ունեցող խնդիր է, որովհետեւ ժողովուրդը զրկված է եղել հովապետից 26 տարի եկեղեցին զավթել է մի մարդ, մի ստոր արարած ահելից ճիշտ ես պիտի ասեմ, որը որ խաբեբայությամբ մարդկանց փորձել է ուրեմն այսքան տարի համոզել, որ ինքը իբրև թե կաթողիկոս է, բայց իրականության մեջ նա չէր կարող կաթողիկոս լինել, այսինքն իր ձեռնադրության խորհուրդը ես հայտարարում եմ այստեղից, բաց էի բաց բոլորի համար, եկեղեցական կանոնների վրա հիմնվելով, ոչ թե դա իմ կարծիքն է, որ ճիշտ հասկանաք դուք, այս սա եկեղեցական կանոններից եզրահանգումն է, անբավեր է իր ոցումը, ինքը ընտրված չի, դա առաջին հանգամանքն է, որ միշտ նշել եմ, որ երկու առաքելական կանոններն է խախտել, նույնիսկ ձեր եթերից մեկ անգամ այդ կանոնների համարներն եմ ասել ձեզ, եւ երկրորդ այն փաստը, որ նա ուխտադրուժ է եւ կուսակրոնության ուխտը խախտել է թերևս աբեղա վախտը, եւ իհարկե միջոցներ չեն ձեռնարկել, դա եղել է այն պարզ պատճառով, որ կոմունիստական հասարակարգում մի տեսակ ընդունելի էր ծածկել բոլոր արատները եկեղեցում, ինչ որ տեղի էր ունենում, եւ իհարկե այստեղ նաեւ պիտի նշեմ, որ Տիրան arczepiskopos Գյուրեղյանի ընկեր լինելու հանգամանքը, որը որ Կտրիչ Ներսիսյանին համար բարեխոսել է Վազգեն կաթողիկոսին, եւ դրա համար այդ ուխտադրուժ սրիկան խաչագողը փաստացի մնաց որպես հոգևորական այդ շարքերում եւ աստորեն զավթեց Գրիգոր Լուսավորչի Սուրբ Աթոռը։ Կտրիչ Ներսիսյանը եղել է խաբեբա 26 տարի, որը որ նման պայմաններում հնարավոր էր, եթե պետությունը պետություն չէր։ Իսկապես մենք չունենք պետություն, մենք ունենք գողապետություն եւ ռոբասերժական մաֆիան ամեն ինչ արել է, որ Կտրիչի այս անփարունակ գործունեությունները եկեղեցում նրանք միշտ պաշտպան են կանգնել, որովհետև միացին են եղել, շահկապված են հանցագործություններով։ Ինչ վերաբերում է Տեր Արամ Քահանա Ասատրյանի մասով, սա ոչ թե մենակ ապօրինի ոտնձգություն է, որոշում է իր անձի, իր քահանա լինելու նկատմամբ, գիտեք, ձեռնադրության խորհուրդը ես դրա մասին էլ խոսել եմ բազմիցս, տարբեր ձևաչափերով, տարբեր տաղավարներից, որ անկրկնելի եւ անջնջելի խորհուրդ է եւ փաստել եմ նաեւ Աստվածաշունչ Մատյանից թե հին թե նոր կտակարաններին հումներ տալով, որ օծումը երկնային աստվածային շնորհ է, որ իջնում է եւ կերպարանափոխվում է անձը, անհատը, մարդը, որը որ ստանում է այդ ձեռնադրության խորհուրդը, հետեւաբար որևէ մեկը իրենից չի կարող կարգ առնել։ Սա վարչական պատիժ է, որը իրավունք ունի տեղի ունենալ միայն այն սահմաններում, որոնք կարող են կիրառվել միայն ու միայն, ուզում եմ դա շեշտել, կանոնական գետնի վրա։ Եթե Տեր Արամը հանցանքներ գործած լիներ, այն պետք է ապացուցվեր, պետք է կազմվեր օրինական ատյան, որտեղ կհրավիրվեր նա, որպես ամբաստանյալ, եւ իրան իրավունք պետք է տրվեր պաշտպանելու իր ուրեմն այս բոլոր արարքները, եւ եթե փաստվեր, որ ինքը հանցավոր է, ապա ապաշխարությունը իր հեն համար որպես դեղամիջոց նշանակվում էր եւ ինքը փաստորեն կասեցվում էր իր ժամանակավորապես, ուզում եմ դա ընդգծել, գործունեությունը որպես հոգևոր հովվի եւ ինքը պետք է ապաշխարել բանկում, սակայն տեղի չի ունեցել որևէ մի կանոնական գետնի վրա խախտում։ Հետևաբար
Կտրիչ Ներսիսյանը, ինչպես որ շուրջ 300 հոգիներ այս 26 տարիների ընթացքում այդ նույն ձեռագրով ավազակի, խուլիգանի գործել է նման ոչիր, հոգևոր ոչիր, որտեղ դա սպանդ է հոգևորականի համար։ Դա սպանել նշանակում է հոգինը սպանել, նա հոգեսպան է։ Իսկ ինչ է մեզ ուսուցանում Սուրբ Ավետարանը։ Մի վախեցեք նրանցից, ովքեր մարմին են սպանում, այլ վախեցեք նրանցից, ովքեր եւ մարմինը եւ հոգին պետք է ուրեմն գործանեն, սպանեն։ Հետևաբար Կտրիչ Ներսիսյանը իր ողմակիցներով այդ կարգապահական ժողովը դա ուղղակի հանցագործների մի խունտա է, որը իր թելադրանքով են գործում։ Իմիջիայլոց պիտի ասեմ, որ մի քանի եպիսկոպոսներ, բայց որոշ մարդկանց խոսք եմ տվել անունները չտալու համար, չեմ կարող գաղտնազերծել, դեմ են եղել այդ որոշմանը, կարգալուծության, եւ բնականաբար Տեր Արամը պետք է շարունակի, այստեղից ուզում եմ կոչել մեր ժողովրդին, մեկ մարդու պես ամեն մի հայ քրիստոնյան պարտավոր է թողնել իր բոլոր գործերը այդ օրը, Կիրակի ամսուկ 26-ին հոկտեմբերի եւ մասնակցել Սուրբ եւ անմահ պատարագին Տեր Արամ Քահանա Ասատրյանի։ Տեր Սահակ, ինչ եք կարծում, հնարավոր է Հովանավանքի պատարագը ստուգատեսն է հետագայում նմանատիպ հավաք անցկացնել Վաղարշապատի հրապարակում, ինչպես եւ վարչապետն ասել է։ Լիլի ջան, իմ տեսակետը կարծում եմ ես ձեզ արդեն հայտնել էի։ Ես չեմ գտնում, որ նման գործողություն պետք է տեղի ունենա, անհրաժեշտություն դրան ամենևին չկա։ Մարտը գործել է բազմաթիվ հանցագործություններ եւ ես որքան որ տեղյակ եմ, այս վերջի նաև հաղորդման այս տեսանյութի, որը գաղտնազերծվել է, հա, Նաթան Նանար չեպիսկոպոսի, դա պատահական չէ, որ Նանար եմ ասում, դա ինքը իրեն Նանար է անվանել, մեկ ուրիշը Հայր Գարեգին օրինակ ասում եմ, իրեն բանկում նաև Նատաշկա են ասել, որտեղ նա բան հարվամոլ է եւ շատ կեղտոտ հարվամոլ է, վտարվել է Լոնդոնից, Անգլիայի հայոց թեմից, այն գեյ կլուբներում է քարշ եկել այնտեղ եւ այդ տականքը ուրեմն այդ խոսակցությունը որ բացում է այնտեղ փաստորեն հրահանգ է ուզում իջացնել Կտրիչ Ներսիսյանի կողմից տրված, որը որ շատ པարզ հանցագործություն է, հա, որը որ ամրագրված է մեր պետական օրենսդրությամբ, որ ցույցերի են ուղարկել ոչ մենակ հոգեվորականներին, նաեւ այդ հոգեվորականների ընտանիքի անդամներին, ընկերներին, հարևաններին, ծանոթներին, որպեսզի մարդաշատություն լինի եւ դա լինի անվճար։ Մնացածին մենք լավ գիտենք, որ էլի գաղտնազերծում այդ բանը եղել է, այդ խոսակցությունների հեռախոսային 40,000 դրամի դիմաց այդ մեր ձևով կապիկության այդ շարժման մասնակցությունը։ Փաստորեն նրանք բացի իրենց այդ կորիզը, որ հարթակում կանգնած են եւ ունեն իշխանատենչություն, Մոսկվայից ունեն Կրեմլից կամ Ռուսաստանի հատուկարայություններից թելադրանք անել այսպիսի կեղտոտ գործողություններ, իրենց անձնական մոտիվացիան լափամանն է։ Նրանք են միայն անշահախնդիր այդ իմաստով, որ փող չեն առնում դրա համար։ Մնացածը կամ փողով կամ պարտադրաբար գալիս են այստեղ մասնակցելու։ Հետևաբար որևէ Հայաստանի մեջ 7 տարիների ընթացքում այս հակապետական, ես ուզում եմ սա գծել, որտեղ որոշ լրագրողներ վրիպում են, ասում են հակաիշխանական։ Սա հակաիշխանական ցույց չի կարող կոչվել, միտինգ, նախ միտինգը նշանակում է հանդիպում անգլերեն բառով, ուստի այս մասով իրեն պետք է ուղղակի ձերբակալեն, եւ ես հորդորում եմ այստեղից ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, հորդորում եմ ոստիկանությանը, բոլոր ուժային կառույցներին, սև եւ կարմիր բերետավորներին, մեր սիրելի իրավապահներ, դուք եւ ձեր ձեռները արձակված են, գործեք հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր Հիսուս Քրիստոսի, մեր Տիրոջը եւ հանուն մեր եկեղեցու եւ հանուն մեր ժողովրդի, ձերբակալեք այս տականքին, երբ որ նա ձերբակալված լինի, հավատացեք սիրելի ժողովուրդ, որ այսօր ձերբակալվի, վաղը հանդարտվելու է ներքաղաքական կյանքը Հայաստանում, համոզված եղեք, այո, լինելու է նախընտրական պայքարի ամեն տեսակի դրսևորումներ, բայց այն կլինի այն սահմաններում, որը որ թույլատրելի է եւ ընդունելի է ցանկացած քաղաքակիրթ երկրում։
Վարչապետը օրերս ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ այսպիսի մի միտք է արտահայտել, որ իր բառերն եմ ասում, Բոսյակը, սեռական մոլագարը, KGB-ի գործակալը եկեղեցին է, հարց է տալիս, կյանքս կդնեմ դրանցից մեր սրբությունը ազատելու։ Ինչ ուղերձ է սա ձեզ։ Իմ կարծիքով մեր սիրելի վարչապետը պարոն Փաշինյանը շատ ճիշտ դիտարկում արեց, մեկնաբանել, նույնիսկ համարում եմ ավելորդ, սա պարզ ուղերձ է, որ այս պատարակը, ասեցի, վերջնական փուլն է, գիտեք ինչ են անելու, սադրելու են, լինենք խելագար, ես ասում եմ, այստեղ երկու բան կարող եմ դիտարկել ես, Կտրիչ Ներսիսյանը կամ մազոխիստ է, Լիլիթ ջան, կամ կատարյալ ապուշ, որտեղ իր տեղը ես լինեի եւ ցանկացած ինպես մտածող մի մարդ, ցանկացած մեկը լիներ, ողջախոհ մարդ լիներ, բանական մարդ եւ պրագմատիկ մտածելակերպ ունեցող, նա երբեք այդ քայլի չէ դիմի, չէ շիկացնի այդ վիճակը, քանի որ նա ասում եմ, կամ հաճույք է ստանում, մազոխիստ է նա այդ բանից, կամ ինքը ապուշ է կատարյալ, ես հակված եմ, որ նա երկուսն էլ ունի, այդ երկու մոլուցկով էլ նա տարապում է եւ այնտեղ եթե առաջացնեն հանկարծ փորձեն բախումները պետք է ոստիկանությունը այնտեղ ամբողջությամբ ամբողջ զորությամբ գործի պետք է զանգվածային ձերբակալություններ լինեն այն գազམ་ակերպիչների այդ խուլիգանությունները չգիտեմ հետեւել եք մամուլին թե ոչ թե մենք ամեն ինչ անելու ենք եկեղեցու անունից են խոսում ապուշները որ կասեցնենք այդ պատարակը ես գտնում եմ որ այդ պատարակի ժամանակ Պարտավոր է ուղղակի ամեն հայ քրիստոնյան պատրաստվել այսօր վաղը պաղ պայեցեք սուրբ հաղորդության մոտեցեք բոլորդ ապացուցելու համար որ կատարյալ է այնտեղ եւ ճշմարիտ է այնտեղ սուրբ եւ անմահ իրական պատարակ է Վարչապետը նաեւ ասաց որ մամուլում գրվել է որ կաթողիկոսի եղբայրը KGB-ի գործակալ է մինչդեռ այդ մասով լռություն է կաթողիկոսը որևէ բացատրություն այդ մասին չի տվել եւ վարչապետը մի այսպիսի բան է ասում որ KGB-ի գործակալը մեզ հայրենասիրություն է բացատրում մեր ազգային ինքնությունն է մեզ բացատրում այս մասով ինչ կասեք Ոչ մենակ ինքն է KGB-ի գործակալ կարող է իր ծածկանունը ես դա անցած անգամ կարծեմ հայկական ժամանակից ասեցի այդ տաղավարից ես պիտի ասեմ որ եւ Կտրիչն եւ Բագրատը մի շարք հոգեվորականներ որոնց անունը առայժմ չեմ ուզում տալ թող հետքը գլուխը հավաքեն դրանք եղել են եւ մնում են գործակալներ եթե նախկինում դա KGB էր կոչում հիմա ուրիշ ծառայություններ օրինակ Պարքևը ԳՌՈ-ի բանն է պատպալկովնիկա թե պալկովնիկ հա են երկա ասում նաստայաշի պալկովնիկ այն դրանք բոլորը եղել են այդ ծառայության ծառաները նրանք ինչ գործ ունեն Հիսուս Քրիստոսի եկեղեցու հետ ուզում եմ հարց տալ արդյոք հայ մարդը որ գնում է հայաստանյաց եկեղեցին հաճախում է իբրև հավատացյալ իր հոգին փրկելու համար իր հոգևոր կյանքը զարգացնելու համար իր բոլոր խնդիրները որ այսօրվա կյանքում այս տարբեր դժվարություններով անցնելով ունի այնտեղ խորհուրդներ առնելու, չգիտեմ, օգնությունը ստանալու եւ այլն կարիքը ունի, որպեսզի նման սրբապիղծ մարդիկ, նման փաստորեն հերետիկոսներ, որտեղ սա հերետիկոսություն է, երկու տերերին չես կարող ծառայել, մեկին պետք է ընտրես։ Եթե նրանք տեր են ընտրել իրենց հատուկ ծառայությունները, այն ժամանակ ինչ գործ ունեն այդ հոգեվորականի զգեստով։ Պագոնները երևում են արդեն իրենց ուսադիրները։ Ուրեմն շատ ճիշտ է ասել, ոչ արվամոլները, ոչ ուխտադրուժները, ոչ որևէ մեկը, որը գործ ունի ինչ-որ օտար ուժերի հետ, անելիք չունի եկեղեցվո մեջ։ Օրերս մամուլում մի այսպիսի լուր տարածվեց, որ Կտրիչ Ներսիսյանը նոյեմբերին թեմերի ներկայացուցիչներին հրավիրում է հավաքի, որտեղ իր հեռանալու մասին պետք է քննարկում լինի։ Այս մասով որքան եք հավանական համարում։ Ես այս մասին տեղեկացված եմ, դա գոյություն չունի։ Մոլորություն սերմանելու, մարդկանց խաբելու, շեղելու, ժամանակը շահելու։ Սա ես հստակ եմ ասում, բացեիբաց հայտարարում եմ, որ բոլոր զանգվածային լրատվամիջոցները չխաբնվեն այդ կեղծ ինֆորմացիայի վրա։ Նրանք ապատեղեկատվական համակարգ են կարգել։ Մամլո խոսնակը, այդ գանձանակ գողացող Եսայի քահանան, ժամանակին գիտեք ինչ է արել Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցվո մեջ,
կտրիչը այն ժամանակ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ էր։ Գանձանակից այդ կոնդի եկեղեցու մեջ փող էր իրեն պետք գողացել էր այդ փողը Գանձանակից։ Ասայից փողը հանել։ Կարգապահական վարույթ չէր հարուցվել։ Չի հարուցվել ոչ մի բան, բռնել էր, չգիտեմ ինչ է արել, ինչպես է սկիրյա շահել կտրիչին, այդ ինքը թող իմանա։ Ինքը երևի շատ է սիրում բիձեկի հետ գործ ունենալ։ Այդպիսի կեղտոտություն է արել եւ ասում եմ ես քանի անգամ ասել եմ, դե փորձեն թող ինձ դատի տան այդ ապուշները, ինչի չեն անում։ Գիտեք ինչի համար, որտեղ իրենք ամեն ինչի մեջ թաթախված են, նրանք ոչռագործներ են։ Այդ քրեականի հակուստը, այդ սքեմը նրանք որ կրում են, ամենամեծ սրբապղծությունն է հենց իրենց կողմից, որ նրանք որևէ հավատքի հետ կապ չունեցող մարդիկ են, անաստված են իրենք ամբողջությամբ, ամբողջ իրենց ապրելակերպով։ Եվ հավասիկ մենք տեսնում ենք այս սրբապղծերը ուրեմն գնում են նման բաների հետևից։ Ինքը եւ իր նմանները, որոնք այսօր փորձում են մոլորություն գցել, ասել մի մասնակցեք անբավեր պատարակ պիտի լինի եւ այլն, ամենամեծ անբավեր պատարակները իրենք են մատուցում։ Խոսենք նաև Արամ առաջին կաթողիկոսի հակասական իրարամերժ հայտարարությունների մասին։ Մեկ շաբաթ առաջ նա նվեր էր ուղարկում, իր ողջույններն էր ուղարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Օրերս մենք տեսանք, որ նա քննադատեց, այսպիսի մի բան ասեց. հայրենիքն է մնայունը, այս վարչախումբը գնայունն է, նրանք պառակտում են ազգը։ Նկատենք, որ այդ օրերին, երբ նա ողջույններն էր ուղարկել վարչապետին, նրան սուր քննադատության ենթարկեցին հատկապես դաշնակցական գործիչները։ Արդյոք սա այս ճնշումը ազդեց, որ նա անմիջապես փոխեց իր կարծիքը։ Ես շատ բարձր կարծիք ունեմ Արամ վեհափառի մասին, որտեղ անձնապես ունեցել եմ այդպես հնարավորություն իրեն ճանաչել, հանդիպել։ Մեկ անգամ է եղել հանդիպումը 2006 թվականին, եւ այստեղից ուզում եմ իմ երախտիկի խոսքը հայտնել նաեւ Արուժան arczepiskopos Քերքելյանին, այն ժամանակ ինքը Կիպրոսի թեմի կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ էր, որը ինձ տարավ վեհափառի մոտ, նախապես իհարկե համաձայնեցնելով իր հետ։ Վեհափառը շուրջ 1 ժամ 50 քանի րոպե էր տևել մեր հանդիպումը, մեծ տպավորություններով դուրս եկա, շատ անմիջական խոսեց ինձ հետ։ Ես գիտեմ, որ վեհափառ հայրապետը շատ կտրիչ Ներսիսյանին դեմ մի անձնավորություն է, բայց դուք պետք է իրավիճակը հասկանաք քաղաքական։ Դաշնակցական կուսակցությունը Լիբանանում եւ առհասարակ Սփյուռքում ունի շատ մեծ լծակներ, ազդեցություն ունի եւ Արամ վեհափառը ինչ որ Շահան arczepiskopos-ի շուրթերով փոխանցել էր օրհնությունները եւ նվերը, դա է Արամ վեհափառը։ Իսկ մնացածը, երբ որ Արամ վեհափառի անունից հրատարակում են դաշնակները, դա Արամ վեհափառը չէ։ Պետք է մենք հասկանանք, որ բավական ճնշված է Արամ վեհափառը այնտեղ, եւ եթե ինքը սխալ բաներ անի, գիտեք ինչքան կարող են բաներ դժբախտություններ պատահել։ Դրա համար չդատենք իրեն եւ կարծում եմ, որ ինքը մենակ այն հանգամանքը, որ ոչ ինքը, ոչ Երուսաղեմի պատրիարքը ամենապատիվ Նուրհան Սրբազան arczepiskopos-ը, ոչ Կոստանդինապոսո հայոց պատրիարք ամենապատիվ Սահակ arczepiskopos Մաշալյանը, որ չեն մասնակցում, արդեն իսկ դա մի մեծ բան է, մի մեծ օգնություն է Նիկոլ Փաշինյանին, որ կտրիչը մենակ մնա։ Եվ միջազգային գետնի վրա տեսեք ընդունելությունը Հռոմի պապի։ Այո, դա է ուզում ասել։ Ռաֆայել Սրբազանը բավականին ջերմ ընդունեց վարչապետին։ Այո, եւ Պարալինին, հա, Պետրո Պարալինին, եթե չեմ սխալվում, այդ կարդինալը, որը պետքարտուղարն է Վատիկանի, նա ամենաազդեցիկ մարդն է, պապից հետո ինքը, տեսեք ինչ հանդիպում, ինչ խոսակցություն եղավ Փաշինյանի եւ դրանց մեջ։ Ես կարծում եմ նախ եւ առաջ վարչապետը ամեն քայլն համաձայնեցրել է միջազգային գետնի վրա, որպեսզի եկեղեցականների եւ մի բան էլ կարող եք, մի ազդակ է կարող եք տեսնել։ Մի օր, մի ժամ Կիրիլ Պատրիարքը ձայն հանեց կամ հանդիպել է Կիրիլը իրեն։ Ոչ, հակառակը ձեզ փաստեմ, Կիրիլ Պատրիարքը այդ ընթացքում հանդիպել է Արամ վեհափառին։ Ղազախստանը Արամ վեհափառը երբեք գնացած չի, իր տարածքը չի։ Այդ ժողովը որ տեղի ունեցավ, Արամ վեհափառը գնաց։ Նշանակում է, որ Կիրիլը դուրը փակել է կտրիչի քթի առաջ, եւ Կիրիլը ազդակներ է ուղարկել Եզրասին, երբ որ թաղեցին
բանին ես դուք ասեք այդ դերասանը անուն ինչ էր Քյոսայան Մարգոյի Տիգրան Քյոսայանը Քյոսայան այո ոչ մի բարգյան եզրասի դեմքը ցույց տվեցին հեռուստատեսության իսկ սա գիտեք ինչ է նշանակում սա արդեն նշան է որ Ռուսաստանը իր հետ գործ չունի խաչ են քաշել իր վրա իրենք մեռած են նրանք ժամանակի վրա են խաղում ասում եմ ինքը այդ աստիճանի անփարոն մարդ է որ մինչև վերջի շունչը տեսեք ինչ հայտարարեցին երեք լսեցիք դուք այսինքն կարող ենք ասել օրինակ երեկվա հովանավանքի այս ագրեսիվ պահվածքը ամենատարբեր ոլորտների այդ թվում հոգևորականների մասնակցությամբ նաև լրագրողների մասնակցությամբ դրա դրսևորումներ ինչ որ դուք հիմա ասում եք անշուշտ ի պարտադրանքով էր այս ամեն ի կազմակերպածն է ես սա անցել եմ արդեն Մոսկվայի մեջ մենք դա մեր աչքերով տեսել ենք թե ինչերին ընդունակ են այս մարդիկ երբ որ Տիրյանի վրա կարծեմ 200-ից ավելի գողեր օրենքով բերեցին եկեղեցի զատիկորով ինչի մասին է խոսքը չէ ես ուրիշ բան եմ ուզում ձեզ հիշեցնել երեկվա հայտարարությունը որը շոկային է ասեց որ բանտից ենք պատրաստ եկեղեցին կառավարել ես ասում եմ այս մարդը կամ մազոխիստ է կամ կատարյալ ապուշ եւ եթե այդ գերական բարձրաստիճան կոչեցյալները տգետ են իրենց այստեղից պիտի բացատրեն ուրեմն գիտեք ինչ մեր եկեղեցին միակն է աշխարհում որ ազգային է եւ մեզ համար կարեւորը գահն է գահ չէ ժամանակին Անտիլիասից գահը փոխվեց 15-րդ դարում Էջմիածին Անտիլիասից Էջմիածին ուրեմն այդ գահը ինքը չի կարող տանել ոչ Մոսկվա ինչ որ առաջ էին գեներացնում այդ միտքը որ Ռուսաստան կտանի ոչ կարող է տանել բանտ գահ չի կարող տանել գահակալը ով է նախապորեն է այդ գահակալ երկրորդ թերթին մեզ համար սրբությունը գահն է Գրիգոր Լուսավորչի գահը իր հետ որևէ տեղ ոչ բանտի դուռ ոչ էլ այլ երկրի չի կարող տանել դե թող տանի այն Լուբյանկայի վրա այն տանում են հիմնարկությունում դնի ինչ ասեմ դերից է կարող է իրենց բան անի Հիմի բերելով այս ամենը մենք կարող ենք ասել որ մինչև ամանոր Գարեգին բն կհեռանա Ես ավելի լավ բան ունեմ ես ինքը չի հեռանա Լիլիթ ջան ես ուզում եմ այստեղից կրկին անգամ բոլորին իրազեկել ուրեմն Կտրիչ Ներսիսյանը իրեն որը սպանենք դանակը դնենք իրա մորթեք նա չի գնալու իր ոտով այդ տականքն է ես իրեն ճանաչում եմ ամեն ինչը ոնց որ ասած 5 մատի պես եմ ճանաչում իր բնավորությունը իր ամեն ինչը լավ գիտեմ ինքը չի գնա բայց ես գիտեմ որ 26-ը պատահական չէ այդ պատարակը որ 27-ին իրան պիտի ձերբակալեն իրան մենակ ձերբակալումով կազատենք մեր ազգայի փորձանքից եկեղեցին եւ մեր պետությունը ուրիշ ճանապարհով ինքը դուրս չի գա ինքը կյանքում ոչ ուզում եք 1000 անգամ ցույց արեք այնտեղ ուզում եք այնտեղ անընդհատ բարոյական ճնշում գործադրեք եւ հայտարարություններ արեք եւ ինքը երեսը падոշ է դարձել ասում եմ իրանք երկուսով նստած են արճակն ու ինքը եզրացնեն Մոսկվայում ասում թող ինչ ուզենան մեզ ասեն մենք թքած ունենք անբարոյական մարդ է ինչ ասեմ պատահական չէ որ միշտ ասել եմ pornik Սա գիտեք ինչ աստվածաշնչյան բառ է ես դա ուզում եմ ասել որ դա գրական է հետո չմեղադրեն ասեմ որ civic getaemist դեր հայրը օգտագործում են նման բառ Ռախաբը աստվածաշնչյան կերպար է pornik-ը հիմա Կտրիչ Ներսիսյանը այդ Ռախաբից անցել տվել Շնորհակալություն Հիշեցնեմ որ մենք զրուցում էինք Տեր Սահակ Քահանա Գալստյանի հետ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին